Լորվա այս կատուն իրեն արևին է տվել, մարտը փետրվարից շուտ է եկել, թեև արևի շողերն ամռան նման կիզիչ չեն, բայց հունվարին ցերեկը մինչև 9 աստիճան ջերմություն տեղացիները 1000-ից 1 են տեսել։ Նորմալ տաքություն է, ինչ եղել, գիշերը մինուս ալնում, ցերեկը պլյուս ալնում։ Լորեցիները չեն բողոքում, ասում են առաջվա խիստ ցուրտը չկա, քիչ գազ ու հոսանք կօգտագործենք, միայն թե բերքը չվնասվի։ Վնասի չափ չեմ կարող իմանամ ինչքան վնաս կտա, բայց որ տարի ավելանում է տաքությունը, այդ փաստ է։ Սյունիքում էլ ասես խորը ձմեռ չլինի, որոշ ծառեր նույնիսկ բողբոջել են, գյուղացիները մտահոգված են, ասված չանի կտրուկ ցրտի, ամբողջ աշխատանքը ջուր է կընկնի։ Բողբոջը, եթե ուռացա, մինչև 9 աստիճան ցրտին կարող է դիմանալ։ Սառցակալությունից խուսափելու համար պետք է ջրել այգիները, այդպիսով հողը չի տաքանա ու այգիները չեն արթնանա ձմռանքնից։ Հիշում եմ, որ մինչև 26 աստիճան եղել է Ղափանում։ Դա Կապանում դա մեզ համանորություն չի։ Ի տարբերություն մյուս մարզերի, Շիրակում այդքան էլ տաք չէ, բայց օդի սառնությամբ Երևանին չի հասնի։ Երևանցոց տեղն է, կատակում են գյումրեցիները։ Մառախուղը ամուր գրկել է ամբողջ մայրաքաղաքն ու դեռ 5 օր կմշուշի փողոցները, իսկ ձնապատ կտուրների ու ծառերի ճյուղերի վրա երևանցի այս ճնճուղկները երանի են տալիս Լորվա կատվին։ Հասմիկ Առաքելյան, Նելի Միրզախանյան, Հովհաննես Քյոսյան, օրակարգ։